Արդ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն նոյեմբերի 24-ն է, երեք չենք պատրաստի հաղորդում, քանի որ մեծ հաշվով ոչինչ չկար խոսելու, գիտեք, Ժենևում Շվեյցարիայում բանակցություններ են շատ կարևոր ընթանում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև, Հայաստանում էլ մեծ հաշվով ոչինչ չէր տեղի ունենում, բացի ամեն շաբաթ տեղի ունեցող պատարակներից, որոնց որ մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, եկեղեցու բարենորոգումն է հիմնական թեման ամեն կիրակի եւ մենք տեսանք նաեւ այն, որ հերթական սրբազաններից մեկը հրաժարվեց Գարեգին երկրորդ կտրիչ Ներսիսյանից, խոսքը սրբազան Գևորգի մասին է ու միանգամից լրատվամիջոցները փորձեցին հարձակվել նաեւ նրա վրա։ Այսինքն բավական հետաքրքիր եւ կարեւոր process է ընթանում Հայաստանում այդ առումով Կրկին չեմ տեսնում հիմա այդ հարցի վրա սևեռվելու կարևորություն, միանգամից սկսենք խոսել Ուկրաինայի շուրջ սիրելի հայրենակիցներ, ինչ է տեղի ունենում։ Իսկ Ուկրաինայի շուրջ շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Ինչպես արդեն ասացի, Ժենևում շատ կարևոր բանակցություններ են ընթանում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև, որին որ մասնակցում է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Զելենսկու ներկայացուցիչները հետաքրքիր հայտարարություններ ունենք մենք Թրամփի կողմից, հետաքրքիր հայտարարություններ ունենք Ստիվ Վիտկոֆի կողմից, ինչպես նաև Մարկո Ռուբիոյի կողմից։ Ասեմ, որ Թրամփը փորձել է կրկին ճնշում գործադրել Զելենսկիի վրա, որովհետև իր պատկերացմամբ միայն Զելենսկին է խոչընդոտում, որպեսզի խաղաղություն հաստատվի, սակայն Եվրոպան եւ Ուկրաինան լրիվ այլ կերպ են մտածում, նրանց բացի Թրամփը ասում է, որ անշնորհակալ է նաեւ Ուկրաինան եւ այն ամենի համար, ինչ անում է Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ անձամբ ինքը, շնորհակալություն չի հայտնում Զելենսկին, ինչին ի պատասխան Զելենսկին կրկին շնորհակալություն է հայտնել Թրամփին, բայց մենք տեսնում ենք, որ իրոք Թրամփը շատ վատ է տրամադրված Զելենսկիի նկատմամբ։ Թրամփը շատ հաճախ է փոխում իր տեսակետները այս կամ այն հարցի շուրջ, բայց կարծես կրկին վերադարձել է Զելենսկիի վրա ճնշումներ գործելու այդ գաղափարին։ Նաև կարևոր է նշել, որ գեներալ Քիթ Քելոգն է հայտարարությամբ հանդես եկել, սա այն բանագնացն է Ուկրաինայի հարցով, որը որ համեմատաբար ավելի ինչպես ձևակերպենք, որ ճիշտ է ասենք պրոուկրաինական դիրքորոշում ունի, էլի սխալ կլինի։ Այսինքն Վիտկոֆը եթե պրոռուսական դիրքորոշում ունեցող բանագանաց է, ապա կոնկրետ Քելոգը ավելի կարելի ասել պրոուկրաինական, նա նաև հրաժեշտ է տալու իր պաշտոնին, սակայն շատ կարևոր հայտարարություն է արել, որ շատ մոտ է Ամերիկայի Միացյալ Նահանգները այս կոնֆլիկտի կարգավորմանը, ասում է, որ 10 քայլ է բաժանում նրանց կոնֆլիկտի կարգավորումից եւ այդ 10 քայլը կամ ընդամենը մի 2 մետրը կարգավորումից ամենադժվար ճանապարհն են, որը որ պետք է անցնեն։ Հետաքրքիրը այն է, որ այս հայտարարություններից հետո եւ Դոնալդ Թրամփի շատ կոշտ հայտարարությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն շատ դրական արտահայտվեց Ժենևում ընթացող բանակցությունների վերաբերյալ, նա ասում է, որ ամենադրական արդյունքներով բանակցություններն են սրանք, ամենաարդյունավետն են եւ նույնիսկ ասում է, որ հնարավոր է Ուկրաինայի շուրջ այսքան արդյունավետ բանակցություններ չէին եղել մինչեւ այս պահը։ Ասում է, որ ուկրաինական առաջարկները եւս հաշվի կառնվեն, այսինքն Ուկրաինան բազմաթիվ կետերի շուրջ իր մոտեցումն է առաջարկում փոփոխություններ եւ Մարկո Ռուբիոն ասում է, որ դրանք հաշվի կառնվեն եւ նախագահները կորոշեն Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների թե ինչպես վարվեն հետո այդ փաստաթղթի հետ։ Նա ասում է, որ փաստաթղթերը նախ մտքեր են արտահայտում, հետո գրի են առնվում, բայց այդ գրի առնվազն էլ վերջնական չէ, ենթակա է փոփոխության։ Այստեղ շատ հետաքրքիր է ասել, որ մի հետաքրքիր փաստաթուղթ եւս սկսվեց շրջանառվել եվրոպական փաստաթուղթը, սիրելի հայրենակիցներ, եւ այդ եվրոպական փաստաթղթի մեջ լրիվ այլ բան է խոսվում, այսինքն ալտերնատիվ առաջարկություններ են, գիտենք Թրամփի ծրագիրը, որը որ մեղադրում են հիմա թե Թրամփը այդ
գաղափարները վերցրել Վլադիմիր Պուտինից եւ հիմնականում ռուսական նարատիվներ են, ռուսական պահանջներ են այդ բոլոր կետերը, իսկ եվրոպական պահանջները շատ ավելի պրոուկրաինական եւ պրոեվրոպական են։ Այդտեղ ոչ թե զորքերի կրճատում է տեղի ունենում Ուկրաինայի, այլ ճիշտ հակառակը կարող է նույնիսկ ավելացվի։ Ուկրաինան դուրս չի գալիս ոչ մի տարածքներից, այսինքն հիմա այն կետերի մեջ, որ առաջարկում էր Թրամփը, Դոնբասից պետք է Ուկրաինան դուրս գար, իսկ այդտեղ դուրս չի գալիս Ուկրաինան այդ տարածքներից, դրանից բացի այն սառեցված ռուսական ակտիվները կօգտագործվում են Ուկրաինայի վերականգնման համար եւ դրանից կարծես ինչ որ բաժին կստանա նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, նման ակնարկ կար, երևի դա արված է նրա համար, որ շահագրգռ են նաեւ Թրամփին այդ ծրագրով եւ մոտավորապես այսպիսին են այդ կետերը, էլի բազմաթիվ կետեր կան, որոնք որ միանշանակ ձեռնտու չեն լինելու Ռուսաստանի Դաշնությանը, բայց Եվրոպան արանգի մեջ մշակեց իր պլանը, իր առաջարկությունները։ Եվ կրկին կարևոր է այստեղ ասել մեկ բան, որ հիմա լրիվ այլ պատկեր է ձևավորվում, թե իբր Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցել եւ համաձայնվել է կամ գիտություն է ընդունել ուկրաինական տեսակետը, որը որ հնարավոր է ընդունի նաեւ Թրամփը, այս շաբաթվա մեջ արդեն Զելենսկին կայցելի Վաշինգտոն, երևի հանդիպում լինի նաեւ կրկին Դոնալդ Թրամփի հետ, դրանից բացի այսօր Էրդողանը խոսելու է Վլադիմիր Պուտինի հետ։ Այսինքն շատ բան մինչև այս պահը անորոշ է, եւ եթե մի պահ տպավորություն է ստեղծվել, որ կարող է Զելենսկին ստիպված ընդունել Թրամփի առաջարկը կամ եվրոպացիները նույնպես, այս պահի դրությամբ մի փոքր այլ պատկեր են արդեն ստանում, հնարավոր է Զելենսկին չընդունի Դոնալդ Թրամփի առաջարկները, իր առաջարկները ներկայացված, եթե ընդունի Դոնալդ Թրամփը այդ փոփոխությունները, առաջարկությունների, ապա այդ ժամանակ հնարավոր է Զելենսկին ընդունի այդ ծրագիրը եւ այն կոչվի Թրամփի ծրագիր, Թրամփի պատերազմի ավարտի ծրագիր։ Կրկին ինձ դժվար է հիմա որևիցե կանխատեսում անել, իրոք շատ բարդ է եւ շատ դժվար, ուղղակի որոշեցի անել այս կարճ հաղորդումը, որպեսզի դուք սիրելի հայրենակիցներ տեղի կանաք, թե ինչ է հիմա կատարվում Ուկրաինայի շուրջ։ Եթե երեկոյան հետաքրքիր տեղեկություններ ունենանք, անպայման նոր հաղորդում ենք անելու։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։